Բարի կեսօր մեզ նոր միացած բոլոր հեռուստադիտողներին, այժմ ուզում եմ խոսել մի մասնագիտության մասին, որը հաճախ մնում է կուլիսներում, բայց առանց որի միջազգային հարաբերությունները ու մշակութային կապերը պարզապես անհնար կլինեին։ Խոսքը թարգմանիչների մասին է։ Սեպտեմբերի 30-ին Մատենադարանում կանցկացվի պանելային քննարկում թարգմանիչների միջազգային օրվա առթիվ։ Այսօր մեր հյուրերը այն մարդիկ են, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով կամրջում են լեզուներն ու մշակույթները։ Մեր տաղավարում են համընթաց թարգմանիչներ Թամարա Քալանթարյանը եւ Վենիա Եփրեմյանը։ Բարի առավոտ տիկնայք, ուրախ եմ, որ ձեր առավոտը սկսում եք հենց մեզ հետ։ Ողջույն, շնորհակալ ենք հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Լավ, դրական տրամադրությամբ առաջին բլոկում մենք խոսել ենք գիտության մասին, այժմ թարգմանական աշխատանքի ու սենց գիտության ուղին բռնած գեղեցիկ գնում ենք։ Հրաշալի է։ Սովորաբար ինչպես են թարգմանիչները սկսում իրենց առավոտը, եթե չեն գալիս մեր տաղավար։ Լավ հարց է։ Երևի առավոտը սկսում ենք ինչպես բոլոր հայերը մի գավաթ սուրճից։ Հետո ես սովորաբար մի հատ նորից նայում եմ բառացանկերս, նորից պատրաստվում եմ գալիք միջոցառմանը, հետո տանից դուրս եմ գալիս, գնում եմ այն վայրը, որտեղ անց է կացվում միջոցառումը, որ պետք է թարգմանեմ, իդեպ մենք միշտ պարտավոր ենք լինել 30 րոպե շուտ այդ վայրում, որպեսզի ստուգենք ձայնը, կարգավորումները եւ հետո սկսենք աշխատանքը։ Եվ հետաքրքրականն այն է, որ ամեն անգամ դուք տարբեր տեղեր եք աշխատանքի։ Դա ուզում ավելացնել, ձեր քանի որ մենք աշխատավայրերը ստաբիլ չունենք աշխատավայր եւ ամեն անգամ դա կարող է լինել քաղաքի կենտրոնում, քաղաքից դուրս կամ որևէ այլ վայրում, հաստատությունում, ամեն առավոտ զարթուցիչի ձայնը լսելուց հետո առաջինը ֆիքսում ենք թե ուր պետք է գնանք։ Որտեղ էի։ Այո։ Շատ Նաեւ դա է կարևոր։ Խոսենք ասոցիացիայից, համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան արդեն երկար տարիներ է, որ գործում է, երբ է այն ստեղծվել եւ ինչ հիմնական առաքելություն ունի։ Ասոցիացիան ստեղծվել է 2007 թվականին։ Համահիմնադիրները այն ստեղծել են բանավոր թարգմանության ոլորտում մասնագիտական, միջազգային լավագույն չափանիշները եւ ստանդարտները ջատագովելու, բարձր պահելու հանրույթի կողմից, մասնագիտական հանրույթի կողմից այդ չափանիշների պահանջները կատարելու նպատակով, ինչպես նաև որպես արհմիություն, այսինքն թարգմանիչների շահերը պաշտպանելու նպատակով, եւ ասոցիացիան կարելի է ասել միակ եւ մասնագիտական հարթակն է բանավոր թարգմանության ոլորտում։ Ասոցիացիան ձգտում է ընդլայնել մասնագիտական իր հանրույթը, ներգրավելով նոր մասնագետների, նոր կադրերի եւ դրա վարվակայությունը վերջերս Թամարան կխոսի այդ մասին։ Այո, վերջերս նախաձեռնել էինք եւս հերթական, այսպես ասենք, գործընթացը, հրավիրել էինք ասոցիացված անդամներ մեր ասոցիացիա եւ ստացանք շատ հայտեր, ասեմ դες բավականին բարդ էր աշխատանքը, բարդ էր ընտրությունը, բայց մոտ 70-ից ավել հայտ ստանալուց հետո մենք ընտրեցինք արժանի այն հնգյակին, որին ներկայացնելու ենք բավական մեծ է սեպտեմբերի 30-ին, այո, եւ իրոք դժվար էր ընտրությունը, բայց ընտրեցինք լավագույններին, որոնք դառնալու են համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի ասոցիացված անդամներ եւ նրանց սիրով մենք կներկայացնենք Մատենադարանում սեպտեմբերի 30-ին։ Այս տարվա պանելային քննարկումը կրում է հետաքրքիր խորագիր թարգմանիչներ վստահելի ձայներ հարափոփող աշխարհում։ Ինչ գաղափար է դրանով փորձվում փոխանցվել։ Միավորված ազգերի կազմակերպությունը այս տարի սեպտեմբերի 30-ը, քանի որ գիտեք թարգմանության միջազգային օրն է, այս տարի խորագիրը կամ այդ խորագիրը անվանել է խաղաղություն եւ վստահություն, այսինքն այս երկու թեմաներն են այս տարվա թարգմանության օրվա, միջազգային օրվա առիթը։ Մենք որոշեցինք այս տարի կենտրոնանալ վստահության թեմայի վրա եւ մեր միջոցառմանը մասնակցելու են մեր պատվիրատուները, տարբեր ոլորտի տարբեր շահագրգիռ ներկայացուցիչները, որոնք հենց խոսելու են թարգմանչի դերի մասին, թարգմանական գործում, հաղորդակցության ապահովման գործում եւ այդ վստահությունը ձևավորելու գործում։ Այո, իրոք, եւ մեր պանելային քննարկման մասնակիցները նույնպես հետաքրքիր մասնագիտական ոլորտներից են, ունենք
եւ դեսպան, եւ ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հայաստանում, եւ Սահմանադրական դատարանի դատավոր, որոնք կխոսեն իրենց հայացքի մասին, առ բանավոր թարգմանություն եւ կխոսեն այն մասին, թե ինչպես է մեր մասնագիտությունը ստեղծում այդ կամուրջները։ Նաեւ հրավիրել ենք վաստակաշատ բանավոր թարգմանիչներին, որոնք կտան միգուցե իրենց հայացքը եւ կբացատրեն իրենց տեսանկյունից, թե ինչ բան է վստահությունը, քանի որ գիտենք, որ վստահությունը դա երկկողմանի մի երևույթ է եւ թերևս մենք թարգմանիչներս վստահություն ենք ներշնչում զուտ մեր մասնագիտական որակները ցույց տալով, ինչպես նաև լինելով համբերատար եւ անաչառ թարգմանության գործընթացում։ Ինչ է սպասվում քննարկման մասնակիցներին։ Քննարկման մասնակիցները, ինչպես արդեն Թամարան նշեց, կլսեն երկու տեսակետ՝ բանավոր համընթաց թարգմանիչների տեսակետը, հաղորդակցության ընթացքում թարգմանչի դերի, էթիկական կարևորագույն որակների մասին, որոնք պարտադիր պետք է պահպանվեն, եւ նշեմ, որ մեր ասոցիացիան շատ բարձր է պահում եւ շատ է կարևորում էթիկական ստանդարտների պահպանումը թարգմանչի կողմից, եւ հենց նույն այս հայտերի փուլում, երբ դուք տեսակ որ 70-ից ավելի մարդիկ էին դիմել եւ ավելի քիչ ընդամենը 5 անդամ են տրվել, իլերումն լեզվի իմացության եւ որակական իմացության չափազանց կարևորվել է էթիկան։ Հետևաբար այս երկու հարցերը անպայման կքննարկվեն, իսկ արդեն պանելային քննարկման մյուս մասնակիցները, մեր այսպես ասած պատվիրատուների թևը ներկայացնողները, իրենք կխոսեն, թե իրենք ինչքանով են կարևորում վստահությունը, իրենք ինչն են գնահատում թարգմանչի գործում, կներկայացնեն իրենց տեսակետը, միգուցե նաև հետաքրքիր դրվագներով կկիսվեն, երբ թարգմանչի լավ կամ վատ աշխատանքը օգնել կամ միգուցե խանգարել է ընդհանուր հաղորդակցության process-ին։ Աշխարհն անընդհատ փոխվում է, տեխնոլոգիաներ, քաղաքական իրավիճակներ, որոշ մշակութային շփումներ, այս փոփոխությունների մեջ, փոփոխությունների շրջանում ինչ դժվարությունների է բախվում թարգմանչի մասնագիտությունը։ Գիտեք, երևի ամենահին մինչև օրս պահանջված մասնագիտություններից մեկն է, որովհետև մինչև օրս մենք ապահովում ենք մարդկանց հաղորդակցությունը տարբեր ոլորտներում եւ իհարկե ժամանակները փոխում են նաեւ մեր մասնագիտությունը, եթե ոչ նրա էությունը, ապա ինչ որ չափով դիմագիծը, մասնավորապես տեխնոլոգիաները եւ եթե նախկինում համընթաց թարգմանիչների աշխատատեղը դա թարգմանչական խցիկն էր իր ստանդարտ սարքավորումներով, այսօր շատ հաճախ մենք աշխատում ենք հիբրիդային միջավայրում եւ ապահովում ենք կամ զուտ առցանց տեղի ունեցող միջոցառումները կամ ինչպես նշեցի հիբրիդային եւ արկա եւ հեռակա ֆորմատներով եւ իհարկե դա իր պահանջներն է ներկայացնում թարգմանիչներին, ուշադրությունը պետք է կենտրոնացնես ոչ միայն թարգմանվող նյութի շուրջ եւ հետեւես քո բառացանկերին, պրեզենտացիաներին եւ այլն, այլ նաեւ միշտ ուշադիր լինես կարգավորումներին, ինչպես համակարգչում, այնպես էլ մեր ստանդարտ սարքավորման մասով։ Հետո փոխվում են, երևի Ֆենյան կհաստատի, մեր միջոցառումների ֆորմատները, որ մենք թարգմանում ենք։ Ինչպես նշեցի, հիբրիդային ֆորմատներ, շատ հաճախ դրանք լինում են արագ միջոցառումներ, շատ հաճախ տարբեր ժամային գոտիներում են միջոցառումները տեղի ունենում եւ ոչ ստանդարտ միջավայրերում։ Այդ ամենի հետ գալիս է նաեւ, կարծում եմ, մեր ադապտացվելու պահանջը, որը հուսամ, որ պատվով կատարում ենք։ Այ հենց այդ ադապտացիայի մասին էի ուզում խոսել, նախ որքանով է հեշտ թարգմանչի աշխատանքը համատեղել ընտանիքի հետ, որտեղ եթե տարբեր ժամային գոտիների մասին ենք խոսում, գուցե ընտանիքի անդամները քնած են, բայց դուք պետք է աշխատեք կամ հակառակը, ու նաև հոգեբանական մասով ինչ է զգում թարգմանիչը ձեր փորձից ելնելով, երբ քաղաքական ինչ-որ թարգմանչություն է կատարում, հետո գնում է մշակութային միջոցառման հետևից։ Ես ավելացնեմ, ասեմ, շատ հետաքրքիր հարց տվեցիք, ընտանիքի անդամները վաղուց արդեն հարմարվել եւ համակերպվել են մեր ոչ ստաբիլ գրաֆիկին, մեր այսպես ասած անգամ տանից, որովհետեւ եթե on-line ֆորմատ է, բնականաբար տանից ենք աշխատում, իրենք պետք է եւ արդեն շատ լավ գիտեն, թե իրենք ինչպես պետք է իրենց պահեն, պետք է լիքար լռություն բնակարանում եւ այլն։ Իրենք արդեն սովոր են նաեւ մեր այս
կենսակերպին եւ դեռ դարձել է ընդհանուր արդեն հարմարեցված եւ համաձայնեցված մի ինչ-որ կենսակերպ մեզ բոլորիս համար։ Քենիա կարծում եմ նույնիսկ մեր ամուսինները ինչ որտեղ գնահատում են, երբ աշխատանքից հետո գալիս ենք եւ լուրումունջ մեր գործերով ենք զբաղվում, չէ՞։ Ոչ ոք չի կարող ասել, որ կենցաղում թարգմանիչները շատախոս են։ Ոչ ոք չի կարող, որտեղ հետո այքան ենք մենք խոսում աշխատավայրում, որ հետո տանը մենք ընդհանրապես լուր ենք եւ այս առումով շատ համեստ ենք։ Այո, հայ տղամարդու կամ առասարակ տղամարդկանց բավականին հարմար, այո, կողակիցներ ենք։ Իսկ առհասարակ թարգմանչի աշխատանքի դժվարություններից մեկը կայանում է նրանում, որ ամեն օր թարգմանչի համար, եթե ոչ քննություն, ապա գոնե ստուգարք է, որովհետև ամեն անգամ եթե դու նույն ոլորտները բազում անգամներ թարգմանել ես, միևնույն է, կան բազմաթիվ շերտեր, որոնց, այսինքն դժվարության մի քանի շերտեր, որոնց դու պետք է առնչվես եւ առերեսվես։ Ու լինում են այո օրեր, երբ ենթադրենք առավոտյան 1-2 ժամ ձեր նշած քաղաքական կամ տնտեսական ոլորտում ես կատարում թարգմանություն, հետո ենթադրենք մշակութային կամ փիլիսոփայության։ Եվ իսկապես այստեղ այդ արագ փոխվելու, արագ կողմնորոշվելու ունակությունն է շատ կարևոր։ Ու արդեն ժամանակի ընթացքում փորձի հետ հարմարվում ես եւ արդեն այդ արագ փոխվելու, արագ կողմնորոշվելու ունակությունը լիարժեք կայացնում ես։ Այո, իսկ երբ թարգմանում ենք որևէ զգայուն թեմա, բերեմ ձեզ օրինակ, շատ հուզիչ պատմություններ կլսենք բժշկական կոնֆերանսների շրջանակներում, երբ երբեմն նույնիսկ հնարավոր չէ արդյունքներդ դժվար է զսպում, լսում ես բավականին հուզիչ պացիենտների պատմություններ կամ առհասարակ սարսափով պատկերացնում ես բոլոր այդ հիվանդությունները, ասեմ ձեզ, որ այդ ամենը թարգմանիչը պարտավոր է զսպել, լինել անկողմնակալ, թարգմանել հանգիստ, որովհետև դա նույնպես ներշնչում է վստահություն եւ ապահովում է որոշակի որակ։ Իսկ հետո թե միջոցառումից հետո ինչպես դու կդրսևորես քո էմոցիաները, ինչպես այդ ամենը այսպես ասած կմարսես, դա արդեն քո ստրեսակայունությունից է կախված։ Եվ մի կարևոր բան էլ ես ավելացնեմ, նույն այս թարգմանությունների համատեքստում եւ գրված եւ չգրված օրենք է գաղտնիության պահպանումը։ Այս դրանից է ուզում խոսել, որովհետեւ խորագիրն անգամ վստահության մասին է, իսկ վստահության չափորոշիչներից մեկը գաղտնիությունն է։ Դուք գուցե առաջինն եք իմանում որոշ բաներ, որոշ լուրեր, որոնք չպետք է հանրայնացվեն հենց այդ պահին, ինչպես եք դա կարողանում մարսել ձեր միջով անցկացնել։ Վստահ եմ, որ կան չէ հետաքրքրասերտեց մարդիկ, որ գնում են դերասաններին հարցնում են, իսկ սերիալի շարունակությունը ինչ է լինելու, այդ ձեր դեպքում էլ դուք մեծ ինֆորմացիայի պաշարի եք տիրապետում, ինչպես եք վարվում այդ ինֆորմացիայի հետ։ Այո, գաղտնիության պահպանումը դա շատ կարևոր էթիկական չափանիշ է, որին պետք է բոլոր բանավոր թարգմանիչները եւ ինչու ոչ նաեւ գրավոր թարգմանիչները հետևեն։ Ցանկացած միջոցառման ավարտից հետո դու պարզապես պետք է փակես այդ edge-ը կամ շրջես այդ edge-ը եւ անցնես քո հաջորդ աշխատանքին, հաջորդ թարգմանությանը Դա բնական է, դա չգրված օրենք է, այդ մասին անգամ մենք չենք էլ խոսում։ Թեև հանուն արդարության նշեմ, որ կան պատվիրատուներ, որոնք որոշ հանդիպումներից առաջ նախապես խնդրում են, որպեսզի ստորագրենք գաղտնիության մասին համաձայնություն կամ պարտավորագիր, բայց դա մասնագիտությունում ընդունված կանոն է, որին բոլորը պետք է հետևեն։ Եվ լինում են դեպքեր, երբ հաճախ ես նշում եմ, որ երբեմն սկսնակ թարգմանիչները լիարժեք չտիրապետելով մասնագիտության բոլոր նյուանսներին, թեև լինելով միգուցե եւ լավ լեզվական պաշարի տեր, որոշակի միջոցառումից կամ ինչ-որ ուղիղ եթեր են հրապարակում, կամ որոշակի ինֆորմացիա են տալիս, թե իրենք որտեղ են եւ ինչ թեմատիկայով են թարգմանում։ Ես կխորհուրդեմ, որպեսզի զերծ մնան նման դրսևորումներից, նման վարքագծից, որովհետև իրոք թարգմանիչը պետք է լինի վստահելի եւ գաղտնիություն, չեզոքություն, այդ ամենի ապահովումը հենց մեր նկատմամբ վստահությունը ձևավորող կարևոր բաղադրատարերն են։
Եվ հետո նաև պետք է հաշվի առնել անձի, անվտանգության հանգամանքը, որ իրենք էլ գիտակցեն որպես թարգմանիչ, որ կարևոր անձ են, այդ կիզակետում են գտնվում ու չբացահայտեն իրենց տեղանքը տվյալ պահին, գոնե մի փոքր ավելի ուշ։ Խոսենք նաև երիտասարդների ներգրավվածության մասին, որքանով է մեր օրերում թարգմանչի աշխատանքը երիտասարդների համար հետաքրքիր, դուք ինչ փոփոխություններ եք նկատում այս մասով։ Գիտեք, այս ասոցիացված անդամներին ընտրելու փուլում մենք ի զարմանս գիտակցեցինք, որ բավականին գրավիչ է դեռ թարգմանչի մասնագիտությունը, չնայած մենք լսում ենք այդ տագնապալի ձայները, որոնք ասում են, որ տեխնոլոգիաները շուտով կփոխարինեն թարգմանչին, կարծում եմ, որ տեխնոլոգիաները այս պահին դեռ մեր լավ օգնականներն են, բայց ոչ փոխարինողը։ Փոխարինողը թերևս ոչ, քանի որ խոսքը գնում է մարդկային հաղորդակցության մասին, որը խարսխված է կոնտեքստում, տվյալ ժամանակահատվածում, տվյալ մասնագիտական ոլորտում եւ դա թարգմանելու համար եւ բոլոր հմտությունները, բոլոր նրբությունները արտահայտելու համար, ինչպես նաեւ թարգմանության ճշգրտության համար իրավական պատասխանատվություն կրելու համար պետք է այնուամենայնիվ մարդ էակը, մարդ թարգմանիչը։ Եվ հետո AI գործիքները մի հետաքրքիր բան էլ չունեն, որը հաճախ մարդիկ չեն նկատում, իրենք չունեն հիշողություն, ժամանակագրական հիշողություն, այդ պահին, երբ որ տվյալ գործիքը օգտագործում ես, ինքը հիշում է ինչ խոսեցիք, բայց գուցե հաջորդ օրը ամեն բան մոռացած լինի ու փաստերի առաջ մարդ կանգնի, երբ ամբողջությամբ ապավինի AI գործիքներին։ Իրականում արհեստական բանականությունը պետք է ճիշտ օգտագործել, օրինակ եթե կա որևէ հրապարակային զեկույց, ենթադրենք, մոտ 100-200 էջանոց զեկույց, որը հրապարակային է, հրապարակված է, բոլորին հարամաչելի է։ Եվ ենթադրենք դու հաջորդ օրը պետք է այդ նույն թեմայով որևէ բան թարգմանես, դու կարող ես շատ հեշտ օգտագործել, խնդրելով որպեսզի արհեստական բանականությունը այդ նույն զեկույցից քեզ համար դուրս բերի կարևոր տեղանուններ, կարևոր թվային տվյալներ, կարևոր ընդհանուր եզրահանգումները եւ փոխարենը, այսինքն թարգմանչի աշխատանքը բավականին հեշտանում է եւ ժամանակ ես խնայում դու։ Գործիքները պետք է ճիշտ օգտագործել եւ ի նպաստ մեզ։ Եվ հետո այդ գործիքների մասին խոսելիս ես որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկին, ով դասավանդում է, ինքը բողոքում էր, որ երեխաները շատ են, օրինակ, երբ որ տրվում է, շարադրություն գրել ինչ-որ թեմայով, ասում է շատ են օգտագործում AI գործիքները, մի հետաքրքիր միտք այդ պահին ծագեց ինձ մոտ, ասում եմ AI-ը օգնում է, բայց երբեք չի կարող երկնել։ Ասում է դու ճիշտ ես ասում, որովհետև երբ որ ես նայում էի շարադրությունները, 5 շարադրություն հետո ես գտնում էի նույն շան անունը տրված էր ընտանեկան թեմայով, ինչպիսին է իմ ընտանիքը, հետաքրքիր վերլուծությունը ամեն 5-րդում ընտանիքում շուն կար եւ շան անունը նույնն էր։ Այ էտա որ AI-ը չի կարողանում երկնել, գուցե օգնում է լիքը հարցերում աջակցում է մեզ ու ժամանակ է խնայում, բայց ինձ թվում է մարդը ամեն դեպքում մեր օրերում դեռ այն կետում է, որ ինքը ստեղծագործում է, այո։ Եվ մարդու հարմարվողականությունը, համատեքստը ճիշտ հասկանալու, ճիշտ ընկալելու կարողությունը, ինչու՞ չէ նաեւ տարբեր անգլախոսների տարբեր акցենտները ճիշտ հասկանալու եւ վերարտադրելու ունակությունը, որը հեշտ չէ։ Որը հեշտ չէ, որովհետեւ մենք արդեն մեր փորձից ելնելով գիտենք ֆրանսախոս է, ֆրանսիացի է, խոսում է անգլերեն, արդեն այդտեղ գիտենք ինչ հնչյուններ կհնչեն կամ չեն հնչի եւ այդպես շարունակ։ Կամ եթե հնդիկ է, կամ այս կամ այն նահանգից Հնդկաստանի ճապոնացիները գիտեք, յուրաքանչյուրը ունի իր սպეციფიկ акցենտը եւ այս առումով էլ արհեստական բանականությունը առայժմ կարծում եմ այդքան ճկուն չէ։ Շատ լավ, եւ եթե ամփոփենք անդրադառնալով պանելային քննարկմանը, արդեն նշեցինք անցկացվելու է սեպտեմբերի 30-ին Մատենադարանում, ովքեր եւ ինչպես կարող են ներկա լինել, արդյոք թույլատրվում է, այսպես ասած, ճակերտավոր գալ եւ ունկնդրել պանելային քննարկումը։ Օ, Արմինե, լավ հարց եք տալիս։ Այս անգամ միջոցառումը միայն հրավերով է եւ մասնակցում են համընթաց թարգմանիչների ասոցիացիայի անդամները, ինչպես նշեցի, ասոցիացված անդամները եւ մասնագիտական այն համայնքները, որոնց հետ մենք հաճախ աշխատում ենք։ Սակայն կլինեն շատ տեսանյութեր, կլինեն հարցազրույցներ հրապարակված միջոցառումից հետո, ուստի կհորդորեմ մեր մասնագիտական համայնքին հետևել մեր սոցիալական ցանցերին, տարբեր հարթակներին եւ իհարկե կայքին, որպեսզի այդ տեսանյութերը նայեն։
Բայց նշեմ նաև, որ նախատեսում ենք նաև ունենալ մի շարք բաց միջոցառումներ, վարպետաց դասեր, որտեղ հմուտ թարգմանիչները կկիսվեն սկսնակների կամ ուսանողների հետ իրենց փորձով։ Շատ լավ, շնորհակալ եմ ջերմզրույցի համար, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք համընթաց թարգմանիչներ Թամարա Քալանթարյանի եւ Ֆենիա Եփրեմյանի հետ։ Հիշեցնեմ նաեւ, որ սեպտեմբերի 30-ին Մատենադարանում կանցկացվի պանելային քննարկում թարգմանիչների միջազգային օրվա առթիվ, որին ցավոք չեք կարող մասնակցել, բայց կարող եք իրենց սոցցանցերին հետևելով տեսնել, թե ինչ է կատարվում եւ առասարակ հետագայում իրենք վարպետաց դասեր ունեն, որը լավ հնարավորություն է կարծում եմ թարգմանչական աշխատանքով հետաքրքրողների համար, փորձի փոխանակման տեսանկյունից կարող եք հետևել եւ սպասել նորություններին, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկերը պատմական դադարով։